ապարանյան խրոխտ հնչյունների ներքո էլ վերադարձանք գոտեպնդող աշխատանքով ներկայացնենք մեր հաջորդ թեման եւ հյուրին։ Հայապահպանությունը Հայաստանի սահմաններից դուրս կարևոր գործառույթ է։ Մեր տաղավարի հյուրի գործունեությունը տարբեր չափերով հենց այդպես էլ բնութագրվում է։ Ինչ եւ ինչպես այդ ամենի մասին այսօր կպատմեք մեզ դուք։ Ողջունենք մեր հյուրին, երգչուհի, ռեժիսոր, Մոսկվայի հայեր եւ երկենք հայերեն, խոսենք հայերեն նախագծերի հեղինակ ու հաղորդավար Շուշան Գևորգյանն է մեր հյուրը։ Բարի լույս, բարի օր։ Լույս Առավոտի, ինչպես եք։ Հրաշալի։ Մեզ պատմեցիք, որ լավ նորություններ ունեք։ Այո, պետք է կիսվեմ, որ չգիտեմ ինչքանով է սա հաղորդման ֆորմատին համապատասխանում, բայց իմ հուզմունքը այս պահին պայմանավորված է ոչ թե մեր ուղիղ եթերով, այլ մենք ընտանեկան մի հրաշալի առիթ ունենք, որի պատճառով ես մի քիչ ավելի երկար մնացի Երևանում, քույրիկս երկրորդ որդուն է ունեցել։ Հրաշալի է, շնորհավորում եմ։ Համապատասխանում է մեր ֆորմատին, մենք կողմ ենք ծնելիության մակարդակի բարձրացմանը։ Միայն լավ լուրերով եկեք մեզ հետ։ Այո, շատ երջանիկ լուրով եմ եկել ձեր տաղավար եւ հուսով եմ այդ երջանիկ լուրը կունենան մեր բոլոր հայ ընտանիքները։ Այո, բոլոր ընտանիքներում թող մանկան ճիչը։ Եթե ճիչում է միայն ծնվելու այդ ճիչը լսենք եւ ուրախության ճիչը լինի, թե տեսահոլովակում էլ մենք տեսանք նրա ավակ որդուն։ Դա մյուս քրոջս որդին է, մենք շատ ենք։ Գերդաստանում։ Մենք ապարանից ենք եւ շատ։ Այո։ Հաճախ եք ձեր հարցազրույցներում հիշատակում ապարանցի լինելը, ձեր գեներին, արմատներին կարճած լինելը, դա իհարկե հրաշալի է։ Գիտեք, երբեմն ինձ ասում են Շուշ ջան, մի քիչ շատ ես ասում, էլի պետք չի, վերջը դու Երևանում ես ծնվել եւ այլն, բայց գիտեք ինչու եմ հաճախ ասում, որովհետեւ ես շատ եմ կարևորում գենը, ժառանգականությունը։ Մենք մի հրաշալի ծանոթ կին ունենք, ինքը ասում է գենի դեմ խաղ չկա, այսպես մի քիչ ժողովրդական լեզվով է ասում, մայրս էլ ջավախքից է, դրա համար երբեմն այդ, չգիտեմ, այդ նպատակասլացությունը, համառությունը մերոնք ասում են հետաքրքիր է սա ջավախքն է, թե ապարանը, սիմբիոզն է երկու գեների։ Երկու գենով էլ ես շատ հպարտ եմ եւ երջանիկ։ Եկեք ձեր նախագծերից խոսենք, նոր նախագծերից, կարծեք թե ամեն անգամ մի նոր բանով գալիս եք Երևան։ Այս անգամ պրեմիերա ունեինք, երգի պրեմիերա կոչվում է Ապարանի գովընդ։ Այդ երգը ես գրեթե վստահ եմ մեր հանրությանը այդքան էլ ծանոթ չի, որովհետև ես ինքս լինելով ապարանցի պեղել եմ այդ երգը, եւ մենք իմ լավ բարեկամ Արման Փաղլևանյանի հետ, ով իմ գործիքավորողն է, սկսեցինք այդ ես այդպիսի մի հետաքրքիր պատմություն կա, երգի մասին կարող եմ պատմել, մենք Մոսկվայում ենք գտնվում եւ ես եւ Արմանը մեր Արմանը ինքը ավելի ժամանակակից երաժշտության, այսպես ասած, գիտակ է եւ ժամանակակից երաժշտության հետ է աշխատել, երբ այս երգը տարա, ասաց Շուշան, լավ էլի ինչքան նավթալի երգ կա, բերում ես, ավելի ասեցի, ո՞նց թե նավթալի, սա հրաշք է։ Մենք էլ հենց նրա համար ենք, որ նավթալինին նոր շունչ տանք։ Այո, ես հուսով եմ հեռուստադիտողները չեն բացասական չեն վերաբերի մեր Արմանին, նա շատ լավ երաժիշտ է։ Երաշխավորել որևէ բան։ Ինտրիգը պահել։ Բայց կարող եմ ասել, որ մեր գործիքավորողը շատ հետաքրքիր լուծում գտավ այդ երգին, որովհետև մեր ժողովրդական երաժշտությունը երգերը գոհարներ են։ Նույնիսկ եթե այսօրվա երիտասարդությանը ինձից ավելի երիտասարդ աղջիկներին ու տղաներին թվում է թե գուցե եւ դա հին է, գուցե այսօր այդքան էլ արդիական չէ, բայց ես վստահեցնում եմ, չնայած գիտեմ որ համակարծիք եք ինձ հետ, որ մեր երաժշտությունը ուղղակի անգնահատելի, նույնիսկ այնքան երգեր կան չերգված չեք պատկերացնի հատոժներով պարզապես իմ հորեղբոր աղջիկը երաժշտագետ է բանահավաքությամբ էլ մասնակիորեն զբաղվում եք կարելի ասել այդ երգերի ավելի շատ այդ երգերը փորձում ենք հնարավորինս ներկայացնել մեր հանրությանն այդպես երգը մեր գործիքավորողը շատ հետաքրքիր այսպես մատուցեց ներկայացրեց տեսահոլովակ նկարահանեցինք YouTube-յանի մեջում կա տեսահոլովակը մեր հեռուստադիտողի եթե հետաքրքրի այո Պատմեք նախագծերի մասին, սպասվող կամ այժմ առկա նախագծեր, չնայած նշեցիք, որ մի փոքր ավելի երկար եք այս անգամ մնացել Երևանում, բայց ինչ է սպասվում արտերկրում։ Հատկապես Ռուսաստանում եք կարծեք թե գործունեություն ծառայում։ Այո, 2015 թվականին քույրիկիս հետ մեկնեցինք Մոսկվա ուսումը շարունակելու նպատակով, չնայած մենք Երևանում արդեն ավարտել էինք, ունենք բարձրագույն կրթություն, պարզապես մեր մասնագիտական հմտությունները էլ ավելի բարելավելու համար, որպես ռեժիսոր եմ ես մեկնել, հետո ես ընդունվեցի մեր հայկական եկեղեցում աշխատելու, այնտեղ շատ էի շփվում հայերի հետ եւ մի հետաքրքիր այսպիսի բան էի նկատում, որ
թե ինչքան կարևոր մեծ դեր ունի մշակույթ եւ կրթությունը մեր հայրենակիցների հայ մնալու հանգամանքում, ինչքան կարևոր է եւ ես լինելով նաեւ երգչուհի ռեժիսոր մշակույթի մարդ, մտածում եմ ինչպես կարելի է անել, որ մեր հայրենակիցները հայրենիքից հեռու էլ շարունակեն մնան հայեր, իրենց երեխաներին դաստիարակեն հայկական մշակույթով, ծածումից հնարավորինս խուսափել։ Եվ այդտեղից գաղափար առաջացավ ստեղծել այնպիսի նախագիծ, որը ներկայացնում է մեր հայրենակիցներին արտերկրում ապրող, սկզբում սկսեցի երգենք հայերեն, խոսենք հայերեն իմ նախագիծը, որը պատմում է ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցների մասին, անկեղծ կարող եմ ասել, որ դա մի քիչ շատ ծախսատար հաղորդաշար է, այս պահին դա այսպես կանգառի վիճակում է, չնայած անպայման շարունակելու ենք, իսկ այս պահին ես սկսել եմ Մոսկվայի հայեր փոդքասթների շարքը, մենք արդեն 4 փոդքասթ ենք նկարել, 2-ը եթերում է, 3-րդը շուտով լինելու է եթերում, եւ վաղը մեկնելու եմ Մոսկվա, էլի նոր նկարահանում ունենք։ Իմ գերխնդիրն է կարող եմ էլի անկեղծորեն ասել, որ ես նկատել եմ մի տեսակ բացասական վերաբերմունք Ռուսաստանի հայերի նկատմամբ։ Ում կողմից։ Առհասարակ մեր հայության շրջանակներում մտածում են իրենք շուտ են, այսպես ասած ռուսացել են, մոռանում են լեզուն եւ այլն եւ այլն։ Ուզեցաք հակառակ կողմը ցույց տալ։ Ուզեցա հակառակ կողմը ցույց տալ, ես չեմ ասում խնդիր չկա, խնդիրներ կան, ուղղակի դա Ռուսաստանի հետ կապ չունի։ Այդ խնդիրը կա Ֆրանսիայում էլ, Միացյալ Նահանգներում էլ, ամենուր կա։ Պետք է մոտենաս այդ հասարակությանը, որտեղ ապրում են։ Այո, եւ այդ խաղի կանոններով։ Եվ քանի որ հասկանում եք, Ռուսաստանը մեր ամենամեծ հայկական համայնքն է ապրում, դա ես հասկանում եմ, որ դա շատ մեծ այսպես անջրպետ է ստեղծվում մեր ողջ հայության եւ կարծես թե Ռուսաստանի հայերի միջև։ Ես հասկանում եմ, որ սա ընդամենը մի փոքրիկ նախագիծ է, նախաձեռնություն է, սա կաթիլ է այդ օվկիանոսում, բայց եթե մենք կարող ենք ամեն մեկս մեր կաթիլը դնել, այո, մի կաթիլ, մի ծով կդառնա, մի լիճ, գոնե մի սևան կհավաքվի։ Իմ գերխնդիրն է, իմ մեծ ցանկությունն է, ավելի ճիշտ, որ մեր հայրենակիցները չնայեն իրենց հայ քույրը, հայ եղբայրը աշխարհի որ անկյունում է ապրում։ Եթե դու լավ մարդ ես, դու սովորում ես, դու երեխաներիդ կրթում ես հայկական ոգով, հայերեն եք խոսում տան, այսինքն դու որպես հայ եւ որպես մարդ լիարժեք ես, ձգտում ես կատարելության, իրեն աշխարհագրությունը դնեն մի կողմ եւ զուտ մարդուն որպես մարդ նայեն։ Եվ վերջո գլոբալիզացիայի դարաշրջանում հնարավոր չէ լրիվ անկյունում քաշվելու ասել ես սա եմ ու վերջ, բայց եւ այդ մեծ հորձանուտի մեջ կարողանանք մեր գենը, ինչպես դուք ասացիք, գենը կարողանանք պահպանել, առանց այն էլ փոքր ածու ենք։ Շատ ճիշտ բան նկատեցիք, որ երբեմն մարդկանց թվում է, թե մենք այսպես ասած քարոզում ենք գնացեք այդ երկիր եւ ընդհանրապես մի խառնվեք այդ օրինակ չգիտեմ ռուսերեն մի սովորեք կամ անգլերեն մի սովորեք, այսինքն մի դարձեք այդ երկրի քաղաքացին, մենք նման առաքելություն չունենք, մեր գերխնդիրը այն է, որ եթե կարող ես, իսկ մենք կարող ենք հայ մնալ հայրենիքից դուրս, մենք պետք է ամեն ինչ անենք, որովհետև այդ գործը իրականացնելու համար, որովհետև ցավալիորեն պետք է ասեմ, ես միշտ նշում եմ եւ այսպես հարցազրույցների ժամանակ եւ անձնական զրույցներում ես ասում եմ, ժողովուրդ անվտանգությունից հետո կարևորագույն մեր խնդիրը ուծացման հարցն է։ Այո, իսկապես մենք պետք է որտեղ էլ գտնվենք, կարողանանք լսել հայերեն, խոսենք հայերեն, լսենք հայկական երգեր։ Ամեն անգամ որտեղ էլ լինենք, ցանկանանք, եթե անգամ բնակվում ենք այդ երկրում, հոգու ճիչը կանչում է։ Վերադառնանք մեր երկիր, լինենք հյուրի կարգավիճակում գոնե այստեղ տարվա մեջ մեկ անգամ կարծում եմ հնարավորություն պետք է ստեղծել լինել Հայաստանում։ Ես մի բան էլ ուզում ավելացնել, եթե կարելի է, Մոսկվայի հայեր նախաձեռնությունը, անհատական նախաձեռնությունը ես եմ սկսել, հետո մեզ սկսեցին օժանդակել մեր հրաշալի բարեկամները, Լազարյան հիմնադրամը, ովքեր աջակցում են եւ իրականացնում են բազմաթիվ կրթական եւ մշակութային ծրագրեր Ռուսաստանում, կարող եմ ասել, որ այդպիսի մարդիկ, եթե շատ լինեին արտերկրում, Սփյուռքում, վստահաբար մենք մեր Սփյուռքի համար կարող ենք հանգիստ լինել, որովհետև բացառիկ մարդիկ եւ բացառիկ հայի տեսակներ են, ուզում եմ Լազարյան հիմնադրամին էլ շնորհակալություն հայտնել մեզ աջակցելու համար եւ հուսանք մեր այս նախաձեռնությունը վարակիչ կլինի մեր Սփյուռքի մնացած այլ համայնքների համար։ Հետագայում ինչ մշակումներ ունեք հայկական, որ պետք է ներկայացնեք երգեր։
Այո, առաջիկայում ունենք էլի նոր երգեր, որ պետք է ներկայացնենք մեր հանրությանը, սակայն ես չէի ցանկանա շատ այսպես փակագծերը բացել, որպեսզի մարդկանց համար ավելի հետաքրքիր լինի։ Կարող են հետևել իմ էջերին, սոցիալական ցանցերում, YouTube-յան էջին, այդպես հաստատ կլինի։ Երիտասարդությունը որքանով է հետաքրքրված օրինակ այս նախագծերի շրջանակում։ Ինչ տարիքային թիրախ եք դուք ներգրավում։ Հետևորդներ, դիտորդներ։ Անկեղծորեն կասեմ, որ մեր հիմնական թիրախային խումբը, այսպես ասած 30-35 եւ ավել տարիքի մեր հայրենակիցներն են։ Ի զարմանս ինձ, ես սկզբում մտածում էի Մոսկվայի հայեր նախաձեռնությունը այդքան էլ մեծ ուշադրություն, հետաքրքրություն չի առաջացնի այլ երկրների եւ Հայաստանի մեր հայրենակիցների շրջանակներում, սակայն բարեբախտաբար ես սխալվում էի։ Առաջին հյուրը ոդկասթի իմ շատ լավ ընկերուհի դերասանուհի Աննա Դավթյանն էր, ինքը խոսում էր հայրենի կարևորության մասին, որ սիրելիներս դուք տանը հայերեն եթե չխոսեք, երեխաները ի վերջո իրենց շրջապատը գնում են ռուսական դպրոց, ռուսական մանկապարտեզ, ի վերջո իրենք լեզուն կմոռանան, դուք պետք է խոսելով են մոռանում։ Այո, տանը խոսում են հայերեն, բայց երեխան միայն հասկանում է չի խոսում։ Այո, եւ այնքան մեծ արձագանք ունեցավ, այդ մենք ռիլ հատված էինք կտրել եւ նմանատիպ բաներ, այսինքն մարդկանց մեջ այնքան տաք է հարցը, այնքան զգայուն։ Մեզ թվում է թե մեր ժողովուրդը անտարբեր է, բայց դա վստահեցնում եմ ձեզ, դա այդպես չի։ Մենք հրաշալի ժողովուրդ ունենք, հրաշալի, որ անտարբերությունից կրոն Հայաստանում, այո։ Երբ սկսում են մեր թերություններից խոսել, ես ասում եմ ոչ, դա նրանից չի, որ մեր ազգը վատն է, դա նրանից է ուղղակի, որ ամեն ազգում կան լավ ու վատ մարդիկ։ Եվ մենք չորի հետ չխառնելու մասին եք խոսում։ Եվ դες այսօր մենք ուզում ենք ճանապարհել, գնացեք շնորհավորելու ձեր բալիկից կարևոր նախաձեռնության համար եւ մենք դիտենք տեսահոլովակը եւ մաղթենք, այո, մեր հեռուստադիտողներին հաճելի աշխատանքային շաբաթ։